Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ի նպաստ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության օրակարգի առաջմղման։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը եւ շնորհակալություն հայտնել վարչապետին նախորդիվ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ընդունելու եւ հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաեւ դրան հաջորդած իրադարձություններին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ապա շրջափակմանն ուղղված քայլերի, մասնավորապես թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի շուրջ։ Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը իր ներդրումը կունենա Հայաստան-Շվեյցարիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում։ Զրուցակիցները անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների, անդրադառնալով նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի։ Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորածամարվող անձանց խնդրին։ Դեկտեմբերի 18-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը եւ զարգացման հեռանկարները։ Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները եւ դրան շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը, ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում։ Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը շարունակելու զարգացնել գործընկերությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող մի շարք հարցերի։ Դեկտեմբերի 19-ին Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով Հայաստան է հասել 22 վագոն բենզինով բեռնված գնացքը։ Դա հնարավոր է դարձել բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում։ Այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ։ Վառելիքը գնվել է Ադրբեջանից, բեռը պատկանում է մասնավոր երկու ընկերությունների։ Ընդհանուր 1218 տոննա A95 տեսակի պրեմիում ավտոբենզին է։ Ադրբեջանից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների ու Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի շնորհիվ։ Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով ռուսական ու ղազախական ցորենով բեռնված գնացքներ էին ժամանել Հայաստան։ Բարեկային ծառայողը կանգնեցրեց վարորդին ստուգելու, արդյոք նրա ավտոմեքենայում ստանդարտին չհամապատասխանող նվագարկչի ուժեղացուցիչ կա։ Կխնդրենք բեռնախցիկը բացեք։ Արտաքին զննությամբ պարզվեց, որ մեքենայի բեռնախցիկում տեղադրված է ստանդարտին չհամապատասխանող ուժեղացուցիչ։ Այս պահին վարորդը իրավախախտման հանգամանքները վերացրել է, լրացուցիչ տեղադրված ուժեղացուցիչը դուրս է բերվում մեքենայից, քանի որ տեղը վերացվել է, այլ արձանագրություն չի կազմում եւ մեքենա պահպանող տարածք չի տեղափոխվում։ Բարձր երաժշտություն, աղմուկ ու գիշերային անդորի խաթարում։ Այս խնդիրների շուրջ տարիներ շարունակ հնչած բողոքներն ամիսներ առաջ օրենսդրական լուծում ստացան։ 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ազգային ժողովը փոփոխություն կատարեց վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, սահմանելով պատասխանատվություն տրանսպորտային միջոցներում ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելու համար։ Օրենքի գործնական կիրառությունն այսօր ստուգեցինք բարեկային ծառայողների հետ։ Կանգնեցված հաջորդ մեքենայում ամեն ինչ համապատասխանում էր սահմանված նորմերին։ Արգել քաղաքացի մեքենայում ունեք արդյոք տեղադրված լրացուցիչ բարձրախոսեր կամ ոչ ձայնային, որ խնդրենք բեռնախցիկը կբացեք։ Վարորդը տեղյակ էր նոր ընդունված կարգից։ Ձեր մեքենայում ամեն ինչ կարգին է, բարի ճանապարհ ձեզ։ Ուժեղացված շրջայցի ընթացքում հանդիպած հաջորդ մեքենայում եւս ամեն ինչ համապատասխանում էր ստանդարտներին։ Սահմանված կարգով կանգնեցրել ենք քաղաքացու տրանսպորտային միջոցը, քաղաքացին տեղյակ է օրենքի մասին, չունի եւ չի ունեցել։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները հեղինակել են Ալեն Սիմոնյանը, Սերգեյ Բագրատյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը։ Եթե տրանսպորտային միջոցում տեղադրված են ոչ գործարանային կամ ստանդարտին չհամապատասխանող, այսինքն հենց տրանսպորտային միջոցների համար չնախատեսված սարքավորումներ, որոնց ցուցային մակարդակը շատ բարձր է եւ ինքը խոչընդոտում է բնականաբար երթևեկության մյուս մասնակիցներին, բացի այդ ընդհանուր հանրային անվտանգության տեսանկյունից է խնդիր, մասնավորապես առողջապահական նաեւ տեսանկյունից, որ գիշերային ժամերին դրանց բարձր երաժշտությունը բնականաբար խանգարում է ու հաշվի առնելով հանրային պահանջարկը, քանի որ շատ ենք ստանում բողոքներ, այդ մասով նաեւ մեր ազգային ժողովի падգամավորներն էին նման բողոքներ ստացել եւ հենց իրենց կողմից էլ նախաձեռնվեց այս օրենքի նախագիծը եւ ընդունվեց։ Վերահսկողական միջոցառումները սկսվել են այս տարվա նոյեմբերից։ Օրենքը պատասխանատվություն է սահմանում 3 դեպքում՝ սարքավորումը տեղադրելու, այն տեղադրված վիճակում մեքենա վարելու եւ շարժման ընթացքում օգտագործելու համար։ Եթե լիներ այնպես, որ պատասխանատվություն կիրառվեր միայն օգտագործելու համար, նույն մեր վարորդները, երբ օրինակ կնկատեին բարեկային ծառայողին, ով տվյալ տարածքում ծառայություն է իրականացնում, բնականաբար օգտագործումը կդադարեցնեին եւ հետո արդեն կպնդեին, որ իրենք չեն օգտագործել ու կստացվեր, որ օրենքը ուղղակի կիրառել հնարավոր չէ։ Եթե իրավախախտման հայտնաբերման պահին վարորդի ինքնակամ ապամոնտաժում է սարքավորումը, վարչական ներգործության միջոցներ չեն կիրառվում։ Շրջայցի ընթացքում հայտնաբերվեց 2 մեքենա, որտեղ ստանդարտներին չհամապատասխանող ուժեղացուցիչներ էին առկա։ 2 վարորդներն էլ ինքնակամ հեռացրին դրանք։ Հակառակ դեպքում նախատեսված է տուգանք 10,000 դրամի չափով եւ 2 տուգանային միավոր, ինչպես նաեւ սարքավորման առգրավում։ Մեքենան տեղափոխել ենք պահպանող հատուկ տարածք եւ տվել ենք ողջամիտ 24 ժամ ժամանակ, որպեսզի մոտենան եւ տեղում իրավախախտումը վերացնեն։ Եթե չեն մոտեցել վարորդները բարեկային ծառայության կողմից նշված ստանդարտին չհամապատասխանող բարձրախոսները եւ նվագարկչի ուժեղացուցիչները առգրավել է բարեկային ծառայության կողմից եւ մեքենան հանձնվել վարորդին։ Նոյեմբերից ի վեր ստուգվել է մոտ 2500 տրանսպորտային միջոց, շուրջ 400 վարորդ կամավոր հեռացրել է սարքավորումները, իսկ մոտ 350 անձի նկատմամբ կիրառվել են վարչական միջոցներ, ներառյալ առգրավումը։ Եվրամիության առաջնորդներին չի հաջողվել համաձայնության գալ ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային խոշոր վարկ տրամադրելու հարցում։ Բանակցությունները տևել են շուրջ 16 ժամ։ Եվրոպական կողմը սակայն դիտարկել է այլընտրանքային տարբերակներ։ Արդյունքում առաջնորդները պայմանավորվել են 90 միլիարդ եվրո հատկացնել Կիևին Եվրամիության բյուջեից։ ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտնել է, որ այդ միջոցները նախատեսված են 2026-27 թվականների համար։ Ակնկալվում է, որ առաջին փոխանցումները կարվեն արդեն հունվարին։ Նաև նշվում է, որ Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան չեն ցանկացել մասնակցել նախաձեռնությանը։ Օրեր առաջ ԵՄ-ն որոշել էր անժամկետ սառեցված պահել արևմտյան պետություններում գրանցված ռուսական ակտիվները։ Եվրահանձնաժողովին տրված արտակարգ լիազորությունները թույլ են տալիս սառեցնել 210 միլիարդ եվրոյի ռուսական պետական ակտիվներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան փոխհատուցում չի վճարել Կիևին։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը գագաթնաժողովից հետո ունեցած ելույթում կարծիք է հայտնել, որ օգտակար կլիներ Ուկրաինային աջակցությանը զուգահեռ վերսկսել Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը։ Էմանուել Մակրոնը շեշտել է, եվրոպական կողմը պետք է առաջիկա շաբաթների ընթացքում համապատասխան աշխատանքներ իրականացնի։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան մոտենում են կարևոր կետի։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Կիևն արագ կգործի։ Ամեն անգամ, երբ նրանք չափազանց շատ ժամանակ են պահանջում մտածելու համար, Ռուսաստանը փոխում է իր միտքը։ Անցած ամիս 27000 զինվոր է զոհվել։ Ես 8 պատերազմ եմ դադարեցրել, կարծում էի ռուս-ուկրաինականն ամենահեշտը կլինի, բայց նրանց միջև ատելությունը շատ մեծ է, մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հավելել է, այնուհանդերձ հնարավորություն կա։ Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստվում է շփումներ ունենալ Միացյալ Նահանգների հետ քննարկելու խաղաղության ամերիկյան ծրագիրը եւ Կիևի հետ բանակցություններից հետո դրանում կատարված փոփոխությունները։ Ուկրաինայի իշխող ժողովրդի ծառախմբակցության ղեկավար Դավիթ Արախամյանն էլ մտահոգություն է հայտնել, որ Կիևը ստիպված կլինի կնքել վատ կամ շատ վատ խաղաղության համաձայնագիր կամ շարունակել պատերազմը։ Նրա կարծիքով Միացյալ Նահանգների ներկայիս ճնշման ներքո կա խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորություն, իսկ առանց ամերիկյան կողմի կլինի միայն ռազմական սցենարը։ Արախամյան հավելել է, որ այժմ երկու ցավոտ հարց կա՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները եւ ամբողջ Դոնբասը հանձնելու Ռուսաստանի պահանջը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ներկայումս դաշինքի մի շարք անդամներ պատրաստ չեն համաձայնել կառույցին Ուկրաինայի անդամակցությանը։ Խոսքը Հունգարիայի, Միացյալ Նահանգների, Սլովակիայի եւ հնարավոր է եւս մի քանի երկրի մասին է։ Այսպիսով հարց է առաջանում, եթե խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցվի, ինչպես ենք այնուհետև կանխելու Ուկրաինայի վրա ռուսների հետագա հնարավոր հարձակումը, շարունակել է Մարկրյուտեն։ Նա ընդգծել է անվտանգության ամուր երաշխիքների կարևորությունը, ինչը պահանջում է նաև Վոլոդիմիր Զելենսկին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մանրամասնել է, որ անվտանգության երաշխիքների համատեքստում այժմ քննարկվում է 3 բաղադրիչ՝ Ուկրաինայի զինված ուժերը, երկրի պաշտպանությունը, Արևմուտքի ներգրավվածությամբ եւ Կիևին Միացյալ Նահանգների աջակցությունը։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել էր շրջանառվող լուրերը, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան նախնական համաձայնության են եկել Կիևի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածի տրամաբանությամբ, որի համաձայն դաշնակիցները պետք է աջակցեն իրար ագրեսիաների դեպքում։ Այս առաջարկը դեռ պետք է ներկայացվի կոնգրեսի քվեարկությանը։ Հազարավոր ֆերմերներ Բրյուսելում բողոքի ակցիա են անցկացրել հավաքվել ԵՄ կառույցների դիմաց։ Նրանք բողոքում են Հարավային Ամերիկայի երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր կնքման եւ այդպիսով եվրոպական գյուղատնտեսական արտադրությանն աջակցության կրճատման դեմ։ Մի շարք քաղաքացիներ տրակտորներով եւ գյուղատնտեսական այլ տեխնիկայով են մասնակցել ակցիային։ Ոստիկանների եւ ցուցարարների միջև բախումներ են եղել։ Իրավապահները ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ են կիրառել։ ԵՄ Հարավային Ամերիկա համաձայնագրի կողմնակիցները պնդում են, որ այն այլընտրանք կդառնա Վաշինգտոնի մաքսատուրքերի քաղաքականությանը եւ արտահանման նկատմամբ Չինաստանի վերահսկողությանը։ Քննադատները սակայն նախազգուշացնում են, համաձայնագիրը կարող է բացասական ազդեցություն ունենալ ԵՄ գյուղատնտեսական ոլորտի վրա։ Եվրոպացի մի շարք առաջնորդներ դեմ են արտահայտվել նման փաստաթղթի կնքմանը, սակայն Եվրոպական հանձնաժողովը հուսով է կանաչ լույս ստանալ։ Օրերս վիճակագրական կոմիտեն հրապարակել է զեկույց, որտեղ ամփոփված է մեր երկրի աղքատության պատկերը 2024-ին։ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրներից մեկը։ Չնայած վերջին տարիներին արձանագրված որոշակի տնտեսական աճին, բնակչության մի զգալի հատված դեռևս բախվում է ցածր եկամուտների, զբաղվածության սահմանափակ հնարավորությունների եւ սոցիալական անապահովության հետ։ Մեր երկրում աղքատ է համարվում այն մարդը, որի ամսական սպառումը չի գերազանցում 53,420 դրամը, իսկ ծայրահեղ աղքատը 29,196 դրամը չգերազանցող սպառողական զամբյուղով քաղաքացին է։ Հայաստանի միջին աղքատությունը կազմում է 21,7%, 2024 թվականի պաշտոնական տվյալների համաձայն։ Սա վերջին հաշվարկներն է, որը իրականացվել է պաշտոնապես, եւ պետք է արձանագրենք նաեւ, որ Հայաստանում ամեն 4-րդը հանդիսանում է աղքատ, իսկ ծայրահեղ աղքատ մեր բնակչության ամբողջ 6%-ն է կազմում։ Աղքատությունն առավել ընդգծված է մարզերում, որտեղ աշխատանքի շուկան ավելի փոքր է, սոցիալական ծառայությունների հասանելիությունը սահմանափակ։ Հատկապես խոցելի խմբերի շարքում են բազմազավակ ընտանիքները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք եւ անաշխատունակ քաղաքացիները։ Հայաստանում աղքատության չափման համար էական նշանակություն ունեն աշխատանք եւ տարածաշրջան գործոնները։ 2024-ի վիճակագրության տվյալներով ամենաաղքատ մարզը Շիրակն է, որտեղ աղքատ է բնակչության 43%-ը։ Դրան 39,9%-ով հաջորդում է Տավուշը։ Այս տարածաշրջանները մարդաշատ են, այսպես, հատկապես Շիրակի մարզի ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, բայց այստեղ չկան աշխատատեղեր։ Այսինքն սա բերում է նաև իր աղքատության հերթական սրման։ Մենք չունենք արտադրություն եւ մարդկանց մեծ մասը գյուղատնտեսական աշխատանքներում են զբաղված, իսկ գյուղ ոլորտը ըստ էության բարձր եկամտաբեր ոլորտ չէ։ Հետաքրքիր նաև փաստ նշեմ, որ եթե մարզային կտրվածքով նայում ենք, ամենաբարեկեցիկ մարզերը այն մարզերն են, որտեղ կա կամ գործում է հանքարդյունաբերություն կամ մոտ են Երևանին։ Հայաստանի ամենաբարեկեցիկ մարզը Սյունիքի մարզն է, որը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում։ Այստեղ օրինակ պաշտոնական վիճակագրության 6,2% է աղքատություն, այն դեպքում, երբ որ ամբողջ հանրապետությունում 21,7 է, այսինքն մոտ 3,5 անգամ ցուցանիշը ավելի ցածր է, որը անշուշտ խոսում է, որ կենսամակարդակը լավ է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ մարզային կտրվածքով եթե դիտարկում ենք, գյուղատնտեսական մարզերը աղքատության լուրջ խնդիրներ ունեն։
եւ այն մարզերում, որտեղ չկա արդյունաբերություն, հանքարդյունաբերություն կամ այլ արտադրություններ, այդ մարզերը բավական լուրջ սոցիալական խնդիրներ ունեն եւ աղքատության մակարդակը բարձր է։ Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված է շուրջ 10,000 քաղաքացի, ինչը կազմում է բնակչության մոտ 9%, բայց հանքարդյունաբերությունը նաև աշխատատեղեր է ստեղծում այլ ոլորտներում։ Այդպիսով անուղղակիորեն ազդելով մարզի բարեկեցության մակարդակի վրա։ Դրան գումարած նաև հանքարդյունաբերության ոլորտում փող աշխատած մարդիկ իրենց գումարները ծախսում են մարզում, այսինքն չգիտեմ, օրինակ ձեռք են բերում սնունդ, խանութ, հագուստ, առևտուր, այսինքն պահանջարկ են ստեղծում մարզում, իրանք ակտիվություն են ստեղծում մարզում, երբ որ գումար են ունում, այսինքն գումար ունեցող աշխատավարձ ստացող այդ փողը ծախսում է, եւ դա անշուշտ գեներացնում է տնտեսական աճ, նաև աղքատության որոշակի խնդիրներ է լուծում այդ տնտեսական աճի հաշվին։ Հանքարդյունաբերությունից բացի Սյունիքում աշխատատեղերի ապահովման հարցում մեծ դեր ունեն նաև պաշտպանության, շինարարության, սպասարկման ոլորտները եւ տրանսպորտի համակարգը, որոնք միմյանց հետ փոխկապակցված են։ Մարզի բարեկեցությունն ուղիղ համեմատական է նաև բնակչության կրթական մակարդակի հետ։ Սյունիքի մարզում միջին եւ բարձրագույն կրթություն ստացողների մակարդակը բավականին բարձր է, ի տարբերություն օրինակ մյուս մարզերի, սա էլ հետաքրքիր այսպես տրամաբանական էֆեկտ է, երբ որ կա արդյունաբերական կազմակերպություն, ինքը պահանջ է ստեղծում միջին եւ բարձրագույն կրթության համար։ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակի նվազեցման ուղղված պետական քաղաքականությունը հիմնված է սոցիալական նպաստների եւ զբաղվածության խթանման համադրության վրա։ Այն ներառում է ընտանեկան եւ սոցիալական նպաստների համակարգ, խոցելի խմբերին տրամադրվող նպատակային դրամական աջակցություն, ինչպես նաեւ զբաղվածության ծրագրեր։ Վերջին տարիներին ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգ, որը նպաստ ստանալը կապում է աշխատանքի որոնման եւ վերապատրաստման հնարավորությունների հետ, նպատակ ունենալով ոչ միայն մեղմել աղքատության հետևանքները, այլ նաև հաղթահարել դրա պատճառները։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։ Սևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու եւ ավելացնելու նպատակով 2026 թվականի հունվարից Սևան քաղաքում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Սևան համայնքի հարգելի բնակիչներ, վերաբերվում է հիմնականում վարորդներին, քանի որ փոփոխությունները զգալու են մեր վարորդները։ Մենք հիմա երթևեկում ենք Սարգիս Սևանեցի փողոցով։ Սարգիս Սևանեցի փողոցով ընթանում ենք դեպի Չարենց, Կարեն Դեմիրճյան, Սարգիս Սևանեցի փողոցների խաչմերուկ։ Տվյալ խաչմերուկից աճ շրջադարձը բաց է լինելու միակողմանի երթևեկության համար։ Մենք դեպի Նայիրյան փողոց, Կարեն Դեմիրճյան փողոցով երթևեկությունը կազմակերպվելու է միակողմանի։ Խաչմերուկը ինքը բեռնաթափվելու է, այսինքն միակողմանի դեպքում ավտոկայանատեղիներն էլ բնականաբար ավելի լայն են լինելու, ավելի տեսադաշտը ավելի բաց է լինելու եւ ավելի հեշտ է լինելու մեր վարորդների երթևեկության համար։ Բայց Նայիրյան փողոցից Կարեն Դեմիրճյան փողոց մուտքը արգելվելու է եւ դա մեծ հնարավորություն կտա տվյալ փողոցում տնտեսվարողների համար, որպեսզի կարողանան ունենան իրենց դիմացի հատվածում ավտոկայանատեղիներ, որը ավելի կհեշտացնի վարորդների կայանման հնարավորությունը։ Առաջին ներփանցքը մուտք գործելը Նայիրյանից բաց է լինելու, այսինքն եթե Դեմիրճյանից փակ էր Նայիրյանից մուտքը, առաջին ներփանցքին այս պարագայում հակառակ process-ն է կատարվելու, Նայիրյան առաջին ներփանցքը մուտքը բաց է լինելու, քանի որ ձախ կողմում գտնվում է Սևանի համայնքապետարանը, աջ կողմում պետական քոլեջը, երկու պետական կառույցներ, որոնց մուտքը Նայիրյան փողոցից ճիշտ կլինի, որպեսզի բաց լինի։ Իսկ հակառակ, այսինքն Սարգիս Սևանեցից մուտքը դեպի առաջին ներփանցք փակ է լինելու։ Այսպիսով Սևան քաղաքի համայնքապետարանին կից Նայիրյան առաջին ներփանցքում եւ Դեմիրճյան փողոցներում այժմ կազմակերպվում է երկկողմ երթևեկություն։ 2026 թվականի հունվարին նախատեսվող փոփոխությունից հետո այս փողոցներում երթևեկությունը կդառնա միակողմանի։ Առաջին ուղղությունը Նայիրյան փողոցից Սևանի համայնքապետարանի կողքով դեպի Նայիրյան առաջին ներփանցք, երկրորդ ուղղությունը Չարենց փողոց, Սարգիս Սևանեցի փողոց, Կարեն Դեմիրճյան փողոց, Սևանի հացի գործարանի խաչմերուկից դեպի Կարեն Դեմիրճյան փողոց։ Կտեղադրվեն ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV 1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։
Եվս մեկ բովանդակալից միջոցառում Նինոցմինդայի քաղաքապետարանում, որը կազմակերպվել էր մշակույթի ու սպորտի ծառայության գեներային հավասարության ու туриզմի բաժնում։ Ոչ բռնության եւ ոչ պատերազմի թեմաներով մունիցիպալիտետի դպրոցների երեխաների արչեւ դրված շարադրությունները խոսեցին նրանց մտածելակերպի, դաստիարակության ու ապագայի հանդեպ ունեցած լավատեսության մասին։ Դինես օրենքի թե բռնարարին դու ինչ պիտի բացատրես, եթե քո 10-րոջը նա այդ բան հավելի ճիշտ չի լինի 10-րոջը 10 բարի դինես կամ տնօրենի կամ ես միջոցառման թեման ոչ բռնությունն էր, ընդհանրապես մենք արդեն մի քանի տարի անցկացնում ենք այդ թեմայով միջոցառումներ, հանդիպումները տեղի ունենում ինչպես նաև դպրոցականների, այնպես նաև գյուղի կանանց հետ։ Այս անգամ որոշեցինք, որ եւ միացնել եւ նաև պատերազմի դեմ այն երեխաների մեր այն մտքերը, որ ոչ բռնություն, ոչ պատերազմին, ազատ գեղեցիկ կյանք։ Եվ մեր միջոցառմանը մասնակցեցին մոտ 75 երեխաներ մեր տարբեր մունիցիպալիտետի տարբեր դպրոցներից, եզրափակիչ անցան 20 երեխաներ, 10 դպրոցներից, 2 ականացիներ։ Ցավոք պետք է նշել, որ իսկապես եթե բռնության եւ պատերազմի հիմնական գործող անձինք դա տղաներն են, տղաների իներտությունը այս անգամ շատ էր, բայց կային տղաներ, ովքեր մասնակցեցին նախնականին, բայց չանցան եզրափակիչ, բայց այնպես մեզ շատ հետաքրքիր կլիներ նաև լսել տղաների կարծիքները եւ բռնության մասին դպրոցում ընտանիքում իրենց շրջապատում, ինչպես նաև նրանց կարծիքը պատերազմի մասին։ Գեղեցիկ ցերեկույթ էր, աղջիկները կարողացան ոչ միայն շարժությունով ներկայացնել, այլ նաև իրենց մտքերը, իրենց կարծիքները ներկայացեցին բռնության մասին, ինչպես կարելի է պայքարել բռնության մասին եւ ում դիմել, եթե կան բռնության ինչ-որ դեպքեր իրենց կյանքում։ Մեզ որ շատ արդիական թեմա էր եւ շատ օգտագործելու, քանի որ յուրաքանչյուր կյանքում կարող է այդպիսի դեպքեր լինել, եւ որպեսզի երեխան փոքրուց գիտենա, թե ինչպես կարելի է այն կասեցնել, ինչպես կարելի է վերացնել այդ երևույթները մեր կյանքում, դա շատ կարևոր է եւ հուսով եմ, որ այսպիսի հանդիպումները, որ մենք միշտ անցկացնում ենք ամեն տարի, ինչ որտեղ կունենա իր արդյունքները։ Կյանքում շատերն ազատ չեն, ոչ թե որովհետեւ չեն ուզում, այլ որովհետեւ չեն թողնում։ Թվում է, աշխարհը միշտ ապրել է աղմուկի, պատերազմների ու վեճերի մեջ, բայց ամեն ինչ սկսվել է շատ ավելի փոքրուն բանից, մարդու ձայնից։ Այդ ձայնը կարող է լինել մեր, խաղաղեցնող, բայց կարող է լինել նաեւ սուր ու կործանող։ Եվ հենց այդ ձայնից էլ որոշվել է։ Մենք կկառուցենք աշխարհը, թե կկործանենք այն։ Ցավոտ է լսել, երբ մեկ ընտանիքում ճնշված է ապրում կամ երբ հասարակության մեջ ինչ-որ մեկին ստորացնում է։ Այդպիսի մարդիկ ենթարկվում են բռնության։ Սկզբում թվում է աննշան բան, հետո դառնում է բռնություն, որը ներսից է կոտրում մարդուն։ Իսկ ամենակարևորը Մրցույթին մասնակցում էին բազում դպրոցներ։ Միջոցառմանը ներկա էր քաղաքի վերադասը։ Հանձինս Ավագանու նախագահ Վահան Արոյանի, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի, մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանի, ծառայակիցներ, մասնակից դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ եւ այլոք։ Նախ բարևձեզ, շատ շնորհակալություն, որ հենց ինձ ընտրեցիք եւ հնարավորություն տվեցիք, որ ես արտահայտեմ իմ մտքերը։ Հիմա բռնությունը ամենաարտիական թեման է, դրա համար էլ որոշեցի, որ հենց այդ թեման ընտրեմ, քանի որ բոլոր պատերազմներն ծնվում են հենց բռնությունից։ Կարծում եմ, մենք բոլորս պետք է լինենք հանդուրժողական, հանդուրժենք բոլորիս եւ խոսենք, երբ տեսնենք բռնություն։ Չլռենք, քանի որ մեր խոսքը իսկապես ուժ ունի։ Դե իմ ուսուցչուհին, հայոց գրականության ուսուցչուհին Ընկերիկիցյանը եկավ եւ հայտարարեց, որ այսպիսի շարադրության մրցույթ կա կամ պետք է ընտրենք ոչ պատերազմին կամ ոչ բռնությանը, դե ես ընտրեցի ոչ բռնությանը, քանի որ դա, ինչպես սկզբում նշեցի, ամենաարտիական թեման է եւ ամենուր է։ Միջոցառումն անցավ հարցազրույցի ձևաչափով։ Երեխաները գեղեցիկ ձևով ներկայացրին իրենց մտքերը, կարծիքներն ու ապագայի հանդեպ ունեցած լավատեսության մասին։ Ես Մարինե Հանեսյանն եմ, մասնակցել եմ միջոցառման, շարադրությունների միջոցառման, բավականին մեծ ողջավորվածությամբ գրել էի, ընտրել էի թեման թող չլինեն պատերազմներ եւ հաջողության հասա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին, որ կազմակերպեց, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր տնօրենությանը, մեզ հնարավորություն տալու, որ մենք եւս մասնակցենք եւ կարողանանք ցուցաբերել մեր տաղանդը եւ իմ տասխին շնորհակալություն։ Նմանատիպ միջոցառումներ կազմակերպում են հաճախակի եւ սա էլ կունենա իր հաջորդողը։
Միջոցառման ավարտին ընտրված լավագույն շարադրությունների հեղինակներին քաղաքապետարանի կողմից հանձնվեցին հուշանվերներ։ Տավուշի մարզի սահմանամերձ 3 գյուղերի՝ Սարի գյուղի, Ոսկեփարի եւ Արցախաբերդի հիմնական դպրոցները համալրվել են աղետների ռիսկի կառավարման պատրաստվածության համար անհրաժեշտ գույքով։ Դպրոցները գույքը ստացել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է բարձրացնել դպրոցներում աշակերտների եւ ուսուցիչների անվտանգության մակարդակը, ձևավորել գիտելիքներ ու կարողություններ աղետների ռիսկի նվազեցման եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում, ինչպես նաեւ ամրապնդել դիմակայունությունը հնարավոր աղետների դեպքում։ Ճապոնիան հաճախ է բախվում բնական աղետների եւ տարիների ընթացքում կուտակած փորձը կարող է օգտակար լինել նաեւ այլ երկրների համար։ Ծրագրի շրջանակում դպրոցներին տրամադրվել է անհրաժեշտ գույք ու տեխնիկա, ինչը կնպաստի կրթական հաստատությունների անվտանգության բարելավմանը։ Բացի այդ, ուսումնասիրվել են դպրոցների քաղաքացիական պաշտպանության պլաններն ու սխեմաները, կատարվել են անհրաժեշտ թարմացումներ։ Կարճ ժամանակահատվածում Տավուշի մարզի 3 դպրոցները համալրվել են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարհանման սխեմաներով ու պայմանական նշաններով։ Մշակվել եւ բոլոր դասասենյակներում ու համապատասխան վայրերում փակցվել են նաեւ տարհանման պլանները։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գրասենյակի կողմից իրականացված այս ծրագիրը աղետների ռիսկի կառավարման եւ պատրաստվածության բարձրացման ծրագիրներ, որը ուղղված էր մոնիտորինգի իրականացմանը եւ տեղերում ռիսկերի գնահատմանը, ուսումնական հաստատություններ ընտրվել են մարզից 3 ուսումնական հաստատություն Ոսկեփարի, Սարի գյուղի միջնակարգ դպրոցները եւ Արցախաբերդի հիմնական դպրոցը։ Տրամադրվել է փրկարարական գույք Ջայկայի այդ կազմակերպության կողմից, որը կարծում եմ օգտակար կլինի եւ ուսումնական process-ների իրականացման վարժանքների ժամանակ Ճապոնիայի միջազգային համագործակցության գրասենյակի հետ համագործակցությունը մեր մարզում իրականացվել է դեռևս 2015 թվականին իրականացվել է Հարավային Կովկասում սողանքների կառավարում այդ ծրագրի շրջանակներում մարզի 7 բնակավայրերում իրականացվել են մոնիտորինգի աշխատանքներ եւ արդյունքում Գետահովիտի համայնքում սողանքային մարմնի տեղաշարժը չափող սարքեր են տեղադրվել, իրականացվել է մոնիտորինգ։ Ծրագրի ավարտին Սարի գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց նաև ուսումնական վարժանք, անձնակազմի ու աշակերտների պաշտպանությունը ուժեղ երկրաշարժի դեպքում թեմայով։ Բետոնախառնիչ բեռնատարներից երբեմն թափվող բետոնը ճանապարհի որակի վրա ազդեցություն ունեցող նյութերից է, ինչն արագ կարծրանում է եւ խոչընդոտներ ստեղծում երթևեկության համար։ Երևանի Գայի պողոտայում մեքենայից բետոն էր թափվել, տեսանյութը տարածվել էր համացանցում։ Կամազ մագնիշի բետոնախառնիչ բեռնատարի վարորդի նկատմամբ կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում, թուգանքը 60,000 դրամ։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է վարելիս ուշադիր լինել այս հարցում, պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։ Օրինախախտները հայտնաբերվում եւ ենթարկվում են պատասխանատվության։